մեր համանadrության մեջ մի այսպիսի կառույց կա, որը ստեղծվել է դատական իշխանությունը անկախ պահելու համար, կոչվում է բարձրագույն դատական խորհուրդ, որի ղեկավարը սահմանադրորեն ունի ահռելի քանակությամբ երաշխիքներ, ահռելի, եթե ինքը որոշի կռիվ տալ եւ պահել օրինականությունը, շատ բարդ է իրեն այդտեղից անել, բայց իրեն WhatsApp-ի նամակով են հանում։ Էլ ուր գնանք։ Մենք ունենք մի սահմանադրական կառույց, որը պիտի անաչառ լինի, կոչվում է կենտրոնական անձնական հանձնաժողով, որը պիտի 1 ամսից 1 ամիս մի քանի օրից հետո կազմակերպի անաչառ, արդար, թափանցիկ ընտրություններ։ Այդ կառույցի հիմա գործող ղեկավարը ԿՊ խմբակցության պատգամավոր էր այդ մի կողմ, ինքը իրան քվեարկել է եւ դարձել է անկախ սահմանադրական մարմնի ղեկավար։ Դա մի քանի տարի առաջ էր, մենք սկսել ենք մոռանալ այդպես բաներ։ Սահմանադրական անկախ մարմինը ինքը իրան քվեարկում է ու դառնում է դրա ղեկավար։ Ինչ բաժանման մասին իշխանության տարբեր թևերի, տարբեր ճյուղերի բաժանման մասին մենք կարող ենք խոսել, եթե Փաշինյանը գալիս է ազգային ժողով ու այնտեղ հաստատ հաշվետուի կարգավիճակով չի։ Ինչ ուզում անում է։ Ասում դուք գնացեք ինչ ուզում եք արեք կամերան միացրած թողեք ես ժողովրդի հետ շփվեմ։